Մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը աշխատանքային այցով Սյունիքում են բնակիչների հետ հանդիպելու և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը նախ քննարկվեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Տնտեսական զարգացման հետ կապված յուրաքանչյուր ծրագիր Սյունիքում կարևոր է, ընդգծեց մարզպետը։ Մեզ համար հաճախ շատ բարդ է լինում թեկուզ միջնաժամկետ պլանավորում իրականացնել, պայմանավորված վերջին տարիներին իրար հաջորդող իրադարձություններով և բարդ է լինում հետևել այդպիսի ծրագրերին, որովհետև առաջնահերթություններն են փոխվում։ Բայց հիմա մեծ հույս ունենք, որ մենք իրականում կարող ենք կենտրոնանալ այն բոլոր ոլորտների հետ, որոնց մասին դուք նշել եք, բոլորն էլ չափազանց կարևոր են։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կապանի գրասենյակն էր այցի հաջորդ կանգառը, որտեղ ներկայացվեցին կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները։ Իսկ ահա սահմանամերձ բնակավայրերում բարձրաձայնվող խնդիրները սոցիալ-տնտեսական բնույթի են։ Շիկահողում, Սրաշենում և Ծավում հարցերը շատ են, բնակիչները շտապում են ներկայացնել կենցաղում առավել շատ հանդիպող դժվարությունները։ Շիկահողում վառելափայտի խնդիրն առաջնային է։ Ուղղակի հիմա խնդիր կա գյուղում ասնագորական չորտուն գտի 8 կուբամետր փայտ վառի, նախ եւ առաջ է տարածքը մեզ չեն տրամադրում այդ 8 կուբամետր փայտը բերելու համար թափուկին ավերաբերվում, պիտի գնանք թափուկ հավաքենք։ Շրջակա 10 կիլոմետրի վրա գնաս հաստատ այդքան փայտ չես կարա փայտես բերես։ Բացի այդ 8 մետրը չի հերիքում։ Մոտավորապես 15-ից 20 մետր ամենակիչը կլոր տարի փայտ օգտագործում է, ուրիշ ոչ ջեռուցման միջոց կա, ոչ էլ կենցաղային պայմանները հոգալու ոչ մի տարբերակ չկա։ Ինչի է կարգելում, ժողովուրդ մտնեն անտառ, սենց մի կապ կանանչի բերել անտառից։ Կամ էլ ասենք մի երկու հատ սալոր քաղ են բերել։ Կամ մի բաժակ հոմ բերել։ Ինչի են արգելում։ Այդ ինչ օրենք է, ինչ բան է, ինչ իրավունք է։ Մարզային այցերը կարևորում է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, նշում իրավունքների վերաբերելի խնդիրների, դրանց խախտումների համակարգում է իրականացվում։ Քաղաքացիների մեծ մասը սոցիալ-տնտեսական բնակավարին առնչվող խնդիրներ է բարձրաձայնում, իհարկե նաև տարբեր բնակավայրերի առանձնահատկություններով պայմանավորված, հատկապես սահմանամերձ բնակավայրերում նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրները որոշակիորեն մշտապես կապված են նաև անվտանգային որոշակի հանգամանքների հետ, բայց բացի դրանից բարձրաձայնվում են տարատեսակ հարցեր կապված ընտանեկան բռնության հետ, կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ, որոշակի դեպքերում քրեական վարույթների առնչվող տարբեր հարցեր կան, կամ օրինակ զինված ուժերում ծառայող իրենց հարազատների վերաբերյալ են տարբեր հարցեր բարձրաձայնում։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին այստեղ ենք, փորձում ենք հասկանալ, թե հաջորդ 5 տարվա ընթացքում ինչով կարող ենք օգտակար լինել Սյունիքի մարզին։ Ծրագրերը կուղղվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավմանը, առհասարակ գյուղատնտեսության զարգացմանը։ Շիկահողը հատուկ պահպանվող տարածքում է և դրա բուսականությունը պահելու և բնակիչների տնտեսական գործունեությունը ապահովելու միջև պետք է ճիշտ հավասարակշռություն կարողանանք ստեղծել, ինչը լուրջ խնդիրներից է։ Կաշխատենք վերհանված հարցերը լուծելով օգտակար լինել մարզին։ Սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ, հատկապես անասնապահությամբ զբաղվելու դժվարություններից զատ, մարզում մարդու իրավունքների հետ սերտորեն փոխկապակցված սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնային։ Ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով վերջին շրջանում խնածախի ուղղությամբ պարբերաբար հնչող կրակոցներին։ Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանը նաև խնածախ ու խոզնավար կայցելի։ Եթե օրինակ առկա են կրակոցներ ու նույնիսկ եթե դրանք ուղղված չեն քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, միևնույն է, դրանք ազդում են մարդու իրավունքների համակարգի վրա, որովհետև դրանց արդյունքում խախտվում են կամ կարող են խախտվել մարդկանց տարբեր իրավունքներ։ Ամենակիչ այն հանգամանքը, որ մարդիկ իրապես վախենում են շատ դեպքերում նման կրակոցների եւ այլնի արդյունքում, վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, շատ դեպքերում սահմանային անվտանգության խնդիրների պատճառով զրկվում են որոշակի գործունեություն իրականացնելու անվտանգ հնարավորությունից եւ այլն, եւ սա չի կարող այսպես անուշադրության մատնված մնալ։ Արձանագրված խնդիրները ոչ միայն կներկայացվեն պատկան մարմիններին, այլև լուծումներ կպահանջվեն։ Մարզային այցերը շարունակական բնույթ կունենան։